Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի մալիք եթերում զրուցելու եմ միջազգայնագետ Գեորգի Թումասյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի մալիքին։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, Հայաստանում մեկ շաբաթ է արդեն մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ Ընդհանուր ծանոթ եք ծրագրերին, անվտանգության ոլորտում, որը ամենակարևորն է այս պահին Հայաստանի համար, որ ուժի առաջարկած ծրագիրն է առավել իրատեսական եւ հիմնավոր համարում, որը Հայաստանին երկարաժամկետ խաղաղություն կբերի։ Ես մի քանի բառով ներկայացնեմ, իշխող ուժը դա կարծում է, որ միջազգայինորեն ճանաչված տարածքն է եւ ստորագրված Ալիևի հետ ստորագրված նախաստորագրված պայմանագիրը ավեջիշտ համաձայնեցված պայմանագրի կետերը, իսկ ընդդիմադիր հիմնական ուժերը, որոնք շանս ունեն անցնել խորհրդարան, Հայաստան դաշինք, Բարգավաճ Հայաստան եւ Ուժեղ Հայաստան, նրանք ամենը պատկերացնում են գործընկերների հետ երաշխավորության միջոցով 4-5 գործընկեր ներգրավելու մասին են անգամ խոսում, ընդ որում հակադիր բևեռներից, օրինակ Չինաստան եւ Միացյալ Նահանգներ եւ այլն, ինչպես կմեկնաբանեք։ Առաջերտին պետք է ասել, որ այո, ամբողջ ներքաղաքական նախընտրական գործընթացը իրականում վերաբերվում է աշխարհաքաղաքական Հայաստանի ճակատագրին եւ ուղուն։ Այդ է պատճառը, որ ես ունեմ հստակ մոտեցում, իմ գնահատականն է եւ նաեւ իմ մասնակցությունը այս ամենի մեջ, որովհետեւ եթե սա լիներ զուտ ներքաղաքական կուսակցությունների օրակարգի մասին, ապա այդտեղ արդեն ուրիշ ձևաչափի գնահատական կտայի, բայց հարցը նրանում է, որ սա աշխարհաքաղաքական ընտրություններ են եւ ի վերջո նշանակում է, որ մենք կամ Վաշինգտոնի օգոստոսի 8-ի 2025 թվականի համաձայնությունների կողմենք կամ դեմ ենք, կամ շարունակում ենք, կամ չենք շարունակում, ինչը տարբեր անվանումների տակ են մեզ առաջարկում, վերանայել, վերաբանակցել եւ այլն, ուրիշ ինչ-որ մեկին ներառել, այսինքն հրաժարվել իրականում, որովհետեւ արդեն փաստաթուղթը կա եւ այդ փաստաթուղթը ուրեմն համապատասխանում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ամերիկայի շահերին։ Այսինքն երակողմ է իրականում, երրորդը հասկանալի է, որ այսպես դիտորդի կարգավիճակում է, հա, վկայի կարգավիճակում է ստորագրել, բայց ամեն դեպքում տրիպը ամերիկա-հայկական ծրագիր է իրականում եւ անբաժանելի մաս է այդ խաղաղության օրակարգի։ Այսինքն խնդիրը նրանում է, որ ամբողջ դաշտը կիսվում է այդ երկու բևեռի, մեկ բևեռը աջակցում է Վաշինգտոնի օգոստոսի 8-ի համաձայնությունին, երկրորդ բևեռը չի աջակցում։ Առաջի բևեռի առաջնորդ ուժը քաղաքացիական պայմանագիրն է, որը ոչ միայն հաղթելու, այլ նաև սահմանադրական մեծամասնություն ստանալու մեծ հավանականություն ունի։ Երկրորդ բևեռը այդ երագլուխ օլիգարխիկ կուսակցությունն է։ Ինչ եմ ասում երագլուխ, որը մեկը կարող ասի, բայց ասում է վարչապետ Փաշյանի խոսքերը։ Ոչ, ես ասում եմ երագլուխ, որովհետև իրանց առաջարկը փաստացի նույնն է։ Երեքն էլ խոսում են այդ աշխարհաքաղաքական համատեքստում Ռուսաստանին, Իրանին կամ Չինաստանին ներառելու մասին, երեքն էլ խոսում են Ղարաբաղի մասին, երեքն էլ խոսում են Արարատ լեռան մասին փաստացի։ Այսինքն հակամարտության տրամաբանությունը եւ զուգահեռ դրա տրիպ ծրագրի Վաշինգտոնի համաձայնությունից հրաժարվելը։ Ընդդիմադիր դաշտում ակնհայտորեն ես միշտ համարում եմ, որ շատ կարևոր է ընդդիմադիր Հայաստանը առողջ ընդդիմադիր դաշտ ունենա, այդ թվում քաղաքացիական պայմանագիրն էլ պետք է առողջ ընդդիմություն ունենա իրականում, որը այդ ուժերը իրանցից չեն ներկայացնում, որովհետև այդ երեք ուժը եթե վերցնես, ապա Սամվել Կարապետյանի առումով ինքնալյուստրացիա է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի հայտարարությունները ամենամեծ վնասը հասցրեցին Սամվել Կարապետյանի հեղինակությանը, կարծում եմ մեր ավելացնելու անհրաժեշտություն չկա։ Ռոբերտ Քոչարյանի հեղինակությունը վաղուց Հայաստանում լուծված հարց է իրականում, իսկ Գագիկ Ծառուկյանինը նաև բավականին սահմանափակ է եւ աճի հավանականություն էլ նույնիսկ չունի, այդ թվում իր ռետորաբանությունը։ Այս կողմ ուրեմն Վաշինգտոնի օգոստոսի 8-ին աջակցող քաղաքական ուժերը, որոնք հստակ մոտեցում ունեն, ես տեսնում եմ դա հանուն հանրապետություն կուսակցությունն է, դա հանրապետություն կուսակցությունն է, ուրեմն առաջինը պարոն Բաբաջանյանի կողմից առաջնորդված, երկրորդը պարոն Մարամ Սարգսյանի կողմից առաջնորդված, նաև
քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը պարոն Շիրինյանի ակնհայտորեն աջակցում են Վաշինգտոնի օգոստոսի 8-ի գործընթացներին։ Հաջորդ բևեռում, որոնք դեմ են, կան նաև ավելի փոքր քաղաքական ուժեր, այդ թվում խոսքին ես գիտեմ, որ Արշակ Կարապետյանն է Մոսկվայից մասնակցում նաև ընտրություններում ակնհայտորեն այն բևեռի մաս է։ Մի հատ զարմանալի իրավիճակ կա, որ Հայաստանում կան մի քանի իրենց արևմուտքի դաշնակից ներկայացնող ուժեր, որոնք փաստացի TRIP ծրագրի եւ Վաշինգտոնի համաձայնությունների դեմ են, որովհետեւ Վաշինգտոնի համաձայնությունները ներառում են Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միմյանց հանդեպ ճանաչելը, հետսովետական տարածաշրջանում արկա իրավական հիմքի վրա, դա Ալմա-Աթայի հռչակագիրն է, Ամերիկան այդ հռչակագիրը ներառել է, Ամերիկան էլ այդ հռչակագիրն է լեգիտիմ համարում այս տարածաշրջանում։ Կան ուժեր, որոնք իմ պատկերացումով բավականին վտանգավոր թեզեր են ներկայացնում, որոնք միևնույն ժամանակ տարածքային ամբողջականությունն են հարցի տակ դնում հարևան պետությունների հանդեպ տարբեր տարածքային պահանջներ ներկայացնելով եւ նաեւ Հայաստանի համար սպառնալիք ստեղծելով եւ դա իբրև արևմտամետ տրամաբանության մեջ է ներկայացվում, բայց դա չի կարող իրար համապատասխանել եւ համարում եմ դա բավականին վտանգավոր։ Ընդհանուր առումով ես կանխատեսում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը կամ պինդ մեծամասնություն կամ սահմանադրական մեծամասնություն կունենա, ուրեմն ուժեղ Հայաստան կուսակցությունը ենթադրում եմ իրանց ֆինանսական կապիտալի շնորհիվ երկրորդ տեղը կզբաղեցնի մոտավորապես 15%-ի հատվածում, հիշեցնեմ սահմանադրական մեծամասնությունը 67%-ն է, ես ինչ նշում եի, ենթադրում եմ, որ նաև կանցնի Հայաստան դաշինքը, այսինքն Ռոբերտ Քոչարյանը եւ Դաշնակցությունը եւ չեմ նաև ենթադրում եմ, որ կարող է անցնել Բարգավաճ Հայաստանը Գագիկ Ծառուկյանի եւ ես ուզում կցանկանայի, որ առնվազն մեկ այն իմ կողմից նշված 3 քաղաքական ուժերից մեկը, այսինքն արևմտամետ ընդդիմադիր, որոնք ընդդիմափոխության օրակարգով են ներկայանում, հուսով եմ, որ այդ ուժերից մեկը կհատի 4%-անոց շեմը եւ կհայտնվի խորհրդարանում, որտեղ ուրիշ դեպքում մենք նորից ունենում ենք խորհրդարանը, որը հիմա էլ ունենք մոտավորապես նույն կարգավիճակը, ինչը բավականին վատ է իրականում Հայաստանի համար։ Պարոն Թումասյան, այդ որ ուժերն են, որ դիրքավորվել են որպես արևմտամետ, բայց այլ դաշտում են խաղում։ Ես չեմ ասում այլ դաշտում են խաղում, դա առանձին գնահատականի հարց է, բայց մենք փաստացի տեսնում ենք արևմտամետ ռետորաբանությամբ ուժեր, խոսքին կոնկրետ, եթե վերցնենք հարցազրույցները, որ տվել են ուրեմն Պետրոս Ղազարյանին այս օրերի ընթացքում, ես իհարկե բոլորը կդիտեմ, մի քանիսն են դեռ տվել եւ բոլորի գնահատականը կասեմ, որովհետեւ կան փոքր ուժեր, որոնց այդքան էլ լավ կարող է չեմ ճանաչում, բայց ակնհայտ է երկու քաղաքական ուժ, որը ելույթ ունեցավ, դա ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունն է եւ շնորհապետական կուսակցությունը, երկուսի ներկայացուցիչն էլ մեկը խոսում էր կոնկրետ տարածքային իրավունքների եւ պահանջների մասին Թուրքիայի ուղղությամբ, Ադրբեջանի ուղղությամբ, իրավունքների համատեքստում նաև բավականին վտանգավոր թեզ ներկայացվեց Վրաստանի ուղղությամբ, ինչը ես ինչպես Վրաստանի հայ վիրահայ քննադատում եմ եւ անընդունելի եմ համարում, այդպիսի օրակարգ առհասարակ, իսկ շնորհապետական կուսակցության առումով նաև նույն մեկնաբանությունը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, երբ ասաց, որ մի հայը պարոն Գուրգեն Սիմոնյանը, որ մի հայը չի համարում, որ Արցախը մերն է, ես կարծում եմ դա էմոցիոնալ գնահատական է, ոչ թե իրավական եւ ցավոք նաեւ ինչ որ քարտեզներ եմ տեսել իրանց նաեւ էջի վրա, որը չի համապատասխանում Վաշինգտոնի օգոստոսի 8-ին, չի համապատասխանում ինչպես Ամերիկայի, այդպես էլ Եվրոպայի հետ համաձայնություններին, որը ներառում է Հայաստանի եւ Ադրբեջանի միմյանց հանդեպ տարածքային ամբողջականություն ճանաչելը։ Միևնույն ժամանակ այդ ուժերը արևմուտքի հետ դաշնակցություն են համարում, այսինքն Վաշինգտոնի եւ Բրյուսելի։ Տրամաբանական չի ստացվում, բայց դա առանձին հարց է ընդհանուր առումով։ Շատ լավ, պարոն Թումասյան, դուք տեսնում եք, բայց բովանդակային, գաղափարական, ծրագրային բանավեճ, թե ոչ, որովհետև հայտնի Կարքինի սկեչի բովանդակությամբ կարծեք թե, հա, ընթանա այս քաոս արշավը, սա դու ես, նա դու ես, օրինակ Քոչարյանն ու Փաշինյանը իրան կներեք մեջ բերում եմ համբալը դու ես, կզած ես, կզացնելու ենք։
Պարոն Կիրակոսյան, կարծում եմ շատ կարևոր է նշել առաջինը ով է սկսել, որովհետև դա էական նշանակություն ունի։ Ես ինչքանով տեղյակ եմ, Ռոբերտ Քոչարյանն է, չէ, առաջինը այդ բառերը օգտագործել։ Հա, այդպես է, չէ։ Նիկոլ Ընդ Փաշինյանի որում, մեկ այլ քննադատության ի պատասխան, որովհետև միջ այդ Նիկոլ Փաշինյանն ասել էր մարտի 1-ի համար պետք է պատասխան տա հա, ունեցված դա հասկանալի է, այսինքն այդ բառերը կարևոր էր ով էր օգտագործել, որովհետև ես ուղիղ ասեմ, առաջինը ով էր օգտագործել, ես իրան կքննադատեի։ Խնդիր չկա, որովհետև այդ բառապաշարը ներքաղաքական օրակարգում անընդունելի է։ Ընդ որում, Քոչարյանն նա օգտագործել, հասկանալի է, դա իր մակարդակի մասին է խոսում, վարչապետ Փաշինյանը որոշեց պատասխանել նույն բառապաշարով։ Ինչքանով դա ճիշտ է թե սխալ, այսպես ասեմ, գուցե այս իրավիճակում դա տրամաբանական է երևում, բայց անկեղծ կլինեմ, որ դա բավականին բացասական է իրականում, ինչպես երկրի ղեկավարի համար, առասարակ մեր միջավայրի համար, այսինքն ով այդ բառերը օգտագործում են, ուղղակի երևի անպատասխան չուզեցավ թողել, բայց պատասխանը ի վերջո ժողովուրդը պետքա տա, եւ ես որևէ ձև չեմ կարող ասեմ, որ գոհ եմ այն իրավիճակից, որը կա այս ընտրությունների համատեքստում, վիրավորանքները, որին ի պատասխան վիրավորանք են հնչում, եւ բովանդակալից քննարկումները չկան, դրա փոխարեն հնչում են նաև մեղադրանքներ եւ այլն, հա, շատ դեպքերում իմ կարծիքով սա բավականին բացասական է եւ այո, չեմ կարող ասեմ, որ ստանդարտը, որը այս ընտրություններում կան, առասարակ այն իդեալական ստանդարտն է, որը պետք է ունենանք։ Բացի դրանից ուժեղ Հայաստանի առումով, որը գլխավոր ընդդիմադիր ուժը համարվում, արդեն ամեն օր սպասում ենք հակակոռուպցիոն կոմիտեն այսօր ինչ գրառում կանի, ինչ տեսահոլովա ուրեմն կունենա իր էջում մի խոսքով եւ այլն, այսինքն կտարածի։ Փաստացի մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ ամեն օրվա ռեժիմում բացահայտվում է ընդդիմության կողմից ընտրությունները կեղծելու ցանկություն, ինչը նաև կտրուկ անընդունելի է եւ ընտրությունների հեղինակությունին է հարված հասցնում, բայց ընդդիմության գործունեության պատճառով։ Պարոն Թումասյան, Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին անվանում է օտարերկրյա լրտես։ Սա լուրջ մեղադրանք է, հա։ Կա բավարար հիմքեր ըստ ձեզ քաղաքական հակառակորդին նման բնորոշում տալ։ Ես կարծում եմ, որ քաղաքական բավական հիմքեր կան, որովհետև հանրային Վլադիմիր Պուտինը ասել է մեր ընկերները պրոռուսական ուժերը մնացածը արդեն իհարկե ոչ մեկ բացահայտ չի ասի, որ մեր ուժերի ներքո եւ պրոռուսական ուժերի ներքո իրանք նկատի ունեն նաեւ իրանց լրտեսին եւ գործակալին։ Մյուս կողմից ես հասկանում եմ ինչի իրավական հիմք դրան չի տրվում, որովհետև ձերբակալել քաղաքական, նույնիսկ հիմա քաղաքական, հա, այս պայն գործունեությամբ զբաղված անձին Ռուսաստանի համար լրտեսության եւ գործակալ լինելու համար բավականին լուրջ քաղաքական որոշում է։ Չմոռանանք, որ հատուկ ծառայությունների համար գործակալ ձերբակալելը դա միշտ քաղաքական որոշում է, այլ ոչ թե իրավական, որովհետև պետությունը կարող բավականին շատ գործակալների մասին տեղեկատվություն ունենա, բայց որոշում չկայացնի իրենց ձերբակալել, որովհետև դա նուրբ քաղաքական գործընթաց է։ Ռուսաստանից մեզ սպառնում են, բացահայտ ասացին, որ հուսով ենք Պուտինը ասաց։ Սամվել Կարապետյանը հանգիստ կկարողանա անուն ազգանուն չասած, բայց մենակ իր մասին կարող էր խոսել։ Կկարողանան մասնակցել ընտրություններում, հիմա եթե իրան ձերբակալեն խոսքին եւ ինքը չկարողանա մասնակցել, դա եւս մեկ պատճառ կլինի Ռուսաստանը նոր հարվածներ սկսի Հայաստանի դեմ հիբրիդային եւ այլն։ Բայց այդ դեպքում էլ չի ստացվում, որ Նիկոլ Փաշինյանն էլ օտարերկրյա լրտես, որովհետև իրեն էլ բացահայտ Վենսը աջակցեց, Մակրոնը աջակցեց։ Զարմանալի բան եք հարցնում, որովհետև Վենսը զարմանալի, երկու կողմից էլ աջակցություն ենք տեսել, մեկը Ռուսաստանից, մյուսը Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Բացատրեմ, որովհետև այն աջակցությունը, որը գալիս է Ամերիկայից կամ Եվրոպայից, այդ աջակցությունը գալիս է առաջի հերթին այն ծրագրին, որը արդեն կա, այսինքն աշխարհակաղակական ուղուն, եւ արևմուտքը իհարկե աջակցում է նրան, ինչ դեռ նոր պետք է սկսվի։ Հիմա դուք մի հատ արևմուտքի տրամաբանությունից նայեք։ Trip ծրագիրը իրականացվում է, մյուս կողմը ասում է մենք Trip ծրագիրը չեղարկելու ենք։ Արևմուտքը ինչ պետք է անի։ Չասի, որ մեզ ձեռնտու է այն ուժերը, որոնք Trip ծրագիրը կիրականացնեն։
Ընդ որում ես չեմ քննադատում Ռուսաստանին, որ Ռուսաստանը դա ասել է։ Հակառակը, ես կարող եմ ասեմ, որ ես շատ գոհ եմ, որ Վլադիմիր Պուտինը դա հանրային ասել է, որովհետև խնդիր չկա, եթե ուղու մասին է խոսքը, ապա կա այսպիսի ուղի եւ կա պրոռուսական ուղի, կա արևմտյան ուղի, պրոռուսական ուղի։ Թող ժողովուրդը, հայ ժողովուրդը որոշի։ Կա դրա ալտերնատիվ ինչ որ ուրիշ ճանապարհ եւ այլն։ Հիմա ինչ վերաբերում է լրտեսությանը, ապա կներեք, բայց Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքականության մեջ մասնակցում է տասնամյակներ արդեն, հա, երևի 30 տարի, կարող է դուք ինձ ավելի կոնկրետ թիվը ասեք։ Իսկ ինչ ամբողջ իր կյանքը փաստացի։ Իսկ Սամվել Կարապետյանը 3 կալուգայից եկած հիշել է, 3 հիշել, որ Հայաստանը փրկել է պետք փաստացի, Ղարաբաղի պատերազմի ժամանակ հետ պատերազմյան ոչ մի բան իրան չէր հետաքրքրում, հիմա է հիշել, եկել է եւ փորձում է քաղաքականությամբ զբաղվել, ընդ որում իրան փաստացի նաեւ տվյալներ կան եւ երևում է, որ իրան ուղարկել են այդ նպատակով։ Դա պետք է իհարկե հասկանալ եւ տարբերել, չէ՞, իրավիճակը, այսինքն Նիկոլ Փաշինյանը նաեւ մի մոռացեք, որ երկրի ղեկավար է, փաստացի, ունի ծրագրեր եւ իր հանդեպ աջակցությունը նաեւ ոչ թե անձնական աջակցություն։ Ես կարող եմ ասեմ նույնպես Ֆրանսիան եւ Ամերիկան աջակցում են նաեւ այն 3 կուսակցությանը, որը ես նշեցի, որովհետեւ այստեղ TRIP ծրագրի մասին է, կլինի թե չի լինի։ Վաշինգտոնի համաձայնություններում կլինենք թե չենք լինի։ Ընդ որում մենք արդեն ենք այդ համաձայնությունների մաս։ Այսինքն մենք դուրս գանք թե կմնանք։ Հիմա բոլորը ասում են լավ կլինի կմնանք։ Այդ թվում հարևան պետությունները, բոլոր հարևան պետությունները։ Հիմա ինչ է ստացվում, որ մենք որ անցկացնենք այն շահը, որը մեզ է ձեռ տալի եւ հարևաններն էլ համաձայնեն, ստացվում է հարևանների թելադրանքով ենք դա անում, իհարկե ոչ։ Բայց Հայաստանի այս ընտրություններին մասնակցող որևէ ուժ չի ասում, որ պետք է TRIP-ը չեղարկել, դա վատն է։ Պարզապես նրանք ասում են, որ պետք է այդ լավ բանի հարատևության համար լինեն երաշխավորներ։ Ընդ որում չեն էլ ասում միայն լինի Ռուսաստանը երաշխավոր։ Ծառուկյանը Չինաստան, Ամերիկա, բերում Ամերիկա այնպես էլ կա։ Շատ հստակ է պատասխանը։ TRIP-ը դա ամերիկա հայկական ծրագիր է։ Եթե դու այդտեղ մի բան փոխում ես, չկա TRIP, չեղարկում ես TRIP-ը։ Նոր բան է ստեղծում։ Այդ նոր բանի վրա, նոր բանին կհամաձայնվի թե չէ Ամերիկան, Եվրոպան, Չինաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ ուրիշ պետությունները չգիտենք։ Կա TRIP, որին Հայաստանը, Ադրբեջանը ու Ամերիկան համաձայնվել են։ Ավելի ճիշտ Հայաստանը, Ամերիկան առանձին են կնքել, բայց ընդհանուր ծրագրի մաս է։ Ուստի բոլորը ով ասում են, որ այստեղ երաշխավոր ուրիշ պետություններ են ներառելու, իրանք խոսում են TRIP ծրագիրը չեղարկելու մասին եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը իրականացնելու մասին։ Հիմա դա Ռուսաստանի ՖՍԲ-ն կանի, Ռուսաստանի դաշնակից Չինաստանը կանի, թե Ռուսաստանի դաշնակից Իրանը կանի, դա երկրորդական եւ երրորդական հարցեր են։ Աշխարհաքաղաքականությունից ով մի բան հասկանում է, գիտի, որ այսօր Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը մեկ բևեռ են։ Ընդ որում նշեմ, որ 2 ամիս առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզական հանրության պատշաճ մարմինների կողմից հանրայնացված փաստաթղթում գրված է, որ Ամերիկան իր հակառակորդ համարում է Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին, Հյուսիսային Կորեային եւ Պակիստանին։ Հիմա հարց եմ տալի, 5 հակառակորդից 3-ին, որ TRIP ծրագրում ներառելու մասին է խոսք գնում։ Ոնց եք պատկերացնում այդ իրավիճակը, որ լինի այդտեղ առհասարակ։ Ընդ որում ակնհայտ է, որ TRIP ծրագրին որևէ երաշխիքներ, երաշխավորներ պետք չեն, Ամերիկան աշխարհի միակ գերտերությունն է, ամենահզոր պետությունն է եւ այդ ծրագիրը հայ-ամերիկյան ծրագիրը, այսինքն որևէ առանձնահատուկ դրան երաշխիքներ պետք չեն։ Ամենալավ երաշխիքն է Հայաստանի ինքնիշխանությունը զարգացնելը, Հայաստանի զինված ուժերի հնարավորությունները զարգացնելը, որի ուղղությամբ կան հիանալի հսկայական քայլեր առաջ, Հնդկաստանի հետ կլինի դա, Ֆրանսիայի հետ կլինի, վերջերս Լեհաստանի հետ իմացանք, որ նաև պատրաստվում է խորը համագործակցություն, Ամերիկայի հետ կա համագործակցություն, այսինքն Հայաստանի զինված ուժերն են երաշխավոր։
Բայց այնուհանդերձ մտավախության առիթը կա, որովհետև Ադրբեջանը բազմաթիվ անգամներ է չէ պայմանավորվածություններ խախտել, ինչով վստահ լինենք, որ այս մեկն էլ չի խախտելու։ Այդ ուժերը այդ դիրքերից են երաշխավորների անհրաժեշտություն տեսնում։ Ինչ վերաբերվում է ուրեմն մնացած ուժերին, ապա Ռուսաստանի երաշխավորությամբ Ղարաբաղում ինչ տեղի ունեցավ, գիտենք։ Չինաստանը առհասարակ որևէ տեղ ռազմական բազա ունենալու օրակարգ չունի։ Այսինքն երաշխավորություն ինչ նկատի իրանք ունեն։ Իրանը թող ինքը իր անվտանգությունը երաշխավորի, որտեղ բավականին բարդ իրավիճակում է գտնվում։ Այսինքն մենք հենց նա ինչ քննադատում են, որ ասում են ինչի է մեծ մասը այդ ծրագրի ամերիկյան տիրապետության տակ, որովհետև դա դառնում է ամերիկյան ծրագիր եւ նշանակում է որևէ հարված, որևէ խնդիր այդ ծրագրի ուղղությամբ, նշանակում է հենց Ամերիկայի հետ խնդիր։ Ամերիկայի հետ խնդիր չկա մի պետություն աշխարհում, որը ուզում է ունենալ Ամերիկայի հետ խնդիր, որովհետև Ամերիկան միակ գերտերությունն է այսօր եւ ինչ արեց հարևան Իրանում, մենք տեսանք։ Եվ ինչ է անում շատ եւ շատ տեղերում։ Բայց զուգահեռ դրա Հայաստանի Հանրապետությունը պետք է հզորացնի իր սեփական զինված ուժերը, որովհետև մեր զինված ուժերից ավելի լավ երաշխավոր, երաշխիք չի կարող լինել։ Խնդիրը նրանում էր, որ Ղարաբաղի հակամարտության պատճառով Հայաստանին չեն վաճառում, խնդիրը նրանում էր, որ Հայաստանի տնտեսությունը չէր զարգացել բավականին եւ խնդիրը նրանում էր, որ թալանում էին պետությունը նախկին իշխանության ժամանակ։ Հիմա զինված ուժերում այդ ամենը փոխվում է, ընդ որում արևմտյան գործընկերների հետ միասին, որովհետև Ռուսաստանը ինքը, ինչպես մենք մայիսի 9-ին տեսանք, տեխնիկա ռազմական չունի, որ մայիսի 9-ի շքերթի ժամանակ ցույց տա, դա փաստ է։ Ուստի երբ մարդիկ առաջարկում են Ռուսաստանին երաշխավորել, Ռուսաստանին պետք է կավ Ամերիկայից երաշխիք ստանալ, որ մայիսի 9-ին Ուկրաինան չի հարվածի Մոսկվային։ Դա փաստ է։ Ուստի Ամերիկայից եթե Ռուսաստանը երաշխիքներ է վերցնում, մենք ամերիկական երաշխիքները թողած Ռուսաստանի երաշխիքների հետևից են գնալու, դա անհեթեթություն է։ Պարոն Թովմասյան, Լուկաշենկոին ինչ են խառնում այս ընտրություններին։ Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե Ծառուկյանին եք ընտրում, ընտրում եք Լուկաշենկոին։ Ինքն էլ գործոն չի աշխարհակաղակական հարցերում։ Դե դա ներքաղաքական ռետորաբանության մաս է հիմա։ Հարմար է այդ համեմատությունները, որովհետև ինչքանով հասկանում եմ, Ծառուկյանը բիզնեսներ ունի, հա, ինչ որ կապված Բելարուսի հետ։ Այդ մասին է խոսք գնում, ենթադրում եմ, որ դրա մասին է տրամաբանությունը։ Դա ներքաղաքական թեզեր են, լրիվ իրականում նորմալ է, որովհետև նախընտրական թեժ գործընթացներում կողմերը փորձում են տարբեր այդպիսի թեզեր օգտագործել, որ մարդկանց համար ավելի ընկալելի լինի իրենց գնահատականները։ Եվ Վրաստանի մասնակցություն կա ընտրություններին, դուք մի այսպիսի գրառում եք արել, հորդորում են Վրաստանի հայությանը չմասնակցեք Հայաստանի ընտրություններին կազմակերպված միջամտության փորձերին, այս ինչ խնդրի մասին եք դուք խոսում։ Վրաստանի մասին չի գնում խոսքը, խոսքը գնում Վրաստանի հայության մասին, Վրաստանի շրջան Սամցկե Ջավախեթի, Ջավախք, որ ասում ենք, այդ շրջանից մեծ մասամբ, որ կազմակերպվի դեպի Հայաստան, որտեղ շատերը կան երկքաղաքացիներ, որոնք ուրեմն կարող են եւ որոնց դրդում են, որ իրանք գան Հայաստան եւ քվեարկեն ընտրություններում։ Ասեմ ձեզ, որ ինձ բազում տեղեկատվություններ են գալի դրա մասին, տարբեր գյուղերից, տարբեր անձերի մասին եւ այլն, մեծ մասամբ դա միջև վերջերս միայն հանուն կներեք, միայն ուժեղ Հայաստան կուսակցության մասին էր։ Վերջերս նաեւ տեղեկատվություն ստացա, որ արդեն սկսվել է նաեւ ինչ-ինչ գյուղերում գործընթաց հանուն ուրեմն որ քվեարկեն Բարգավաճ Հայաստանի համար, այսինքն Գագիկ Ծառուկյանի կուսակցության համար։ Վերջերս նաև Բագրամյան 26-ն էր դրա մասին տեղեկատվություն տարածել, որ Մոսկվայում Նախալ քաղաքի գործարարներին հավաքել են եւ փորձել են դրդել, որ իրանք ֆինանսավորեն Ջավախքից հայերի գալը Հայաստան եւ քվեարկությունը, այդպիսի ուրեմն գործընթացներ ասում եմ տեղի են ունենում եւ ես ուղղակի հորդորում եմ, որ զերծ մնան, որովհետեւ ես գիտեմ, որ պատշաճ մարմինները դրան հետևում են եւ ես չեմ ուզենա, որ որևէ մեկը բանտում հայտնվի, բայց եթե այդ մարդիկ կազմակերպված կաշառք ստանալով գնան մասնակցեն, ապա հետևանքներ է սպասվելու։
Իսկ պետությունը որևէ կերպ մասնակցություն ունի այս ընտրություններին, թե ոչ, հաշվի առնելով, որ Հայաստանին ու Ռուսաստանին կապող ցամաքային տարածք է։ Վրացական պետություն նկատի Այո։ ունեք։ Ոչ, ես առնվազն այս պայծրությամբ որևէ այդպես տեղեկատվություն չունեմ։ Պարոն Թոմասյան, այլ թեմաների անդրադառնանք Վլադիմիր Պուտինի առաջարկը ինչպես եք մեկնաբանում Հայաստանում հանրաքվե անցկացնելու եւ ժողովրդի կարծիքին ծանոթանալու, արդյոք Եվրամիություն են ուզում, թե ԵԱՏՄ։ Ես բացասական եմ դա գնահատում, որովհետև դա մեր ներքին գործն է եւ որևէ անհրաժեշտություն դրսից ասելու հանրաքվե պետք է կազմակերպվի թե ոչ, պետք չէ։ Ընդ որում, այս ընտրություններն էլ հանրաքվե են, որովհետև քաղաքացիական պայմանագիրը գնում է ընտրությունների եվրոպական ինտեգրման օրակարգով։ Մարդիկ քվեարկելով քաղաքացիական պայմանագրի համար, քվեարկում են այդ օրակարգի համար։ Ով դեմ է դրան, քվեարկում է համապատասխան ուրիշ կուսակցությունների համար։ Այսինքն հանրաքվե ընտրությունները, բա ինչ է։ Եվ ես նաև բացասական եմ գնահատում իր մոտեցումը, որ իբրև Հայաստանը հենց հիմա պետք է որոշում կայացնի, մնում է Եվրասիական տնտեսական միությունում, թե միանում է եվրոպականին, այսինքն ես համարում եմ, որ այսպիսի դրսից դրթելը, թե Հայաստանը ինչ պետք է անի, բավականին բացասական է եւ Հայաստանը ինքը կորոշի երբ ինչ անի։ Պարզապես ԿՊ-ի ծրագրում այդ հարցը միանշանակ հստակ դրված չի, նրանք ԵԱՏՄ-ի հետ կապերը թույլատնելու մասին ընդհանրապես չեն խոսում, Եվրամիությունն էլ ասում են գնանք զարգացման ճանապարհով, դա համապատասխանենք Եվրամիության չափանիշներին, եթե մեզ կընդունեն լավ, եթե չէ մենք կդառնանք զարգացած պետություն, այսինքն հստակ չի դրված այդ հարցը, որ ընտրության արդյունքը համարվի ժողովուրդը Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև նաեւ ընտրություն կատարեց։ Քաղաքացիական պայմանագիրը ընդունել է օրենք Եվրոպական միությունում անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Հանրությունը դրա մասին գիտի։ Ուստի, եթե աջակցում են այդ օրենքին, կաջակցեն նաև քաղաքացիական պայմանագրին եւ հակառակը։ Իսկ այն, որ քաղաքացիական պայմանագիրը ասում է մենք ինտեգրվել ենք ուզում, այլ ոչ թե անդամակցել դեռ, այսինքն ինտեգրվել, դա տրամաբանական է, որովհետեւ անհրաժեշտ է ինտեգրման նաև փուլ, ինչը ներառում է մոտենալ հարաբերություններ։ Իսկ ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության հետ, գիտեք, Վրաստանը Եվրոպական միության տեխնացու կարգավիճակ ունի, բայց ունի հիանալի տնտեսական հարաբերություններ Ռուսաստանի հետ, որը Եվրասիական տնտեսական միության մաս է։ Այսինքն կարելի է Եվրասիական տնտեսական միության հետ ունենալ լավ տնտեսական հարաբերություններ, չլինելով Եվրասիական տնտեսական միության անդամ եւ նույնիսկ լինելով Եվրոպական միության տեխնացու կարգավիճակով, այսինքն խնդիրը այդտեղ չէ։ Եվ շարունակելով Վլադիմիր Պուտինի խոսքերը, Կիևի ուկրաինացման մասին խոսել ինչ էր նշանակում։ Կիևի չէ, Հայաստանի երևի։ Չէ, նա հիշեց, նշեց, որ երբ որ Կիևը ընտրեց Եվրամիության ինտեգրվելու, այդ դրվագը ինչ էր նշանակում։ Ուղիղ սպառնալիք, որ մենք կարող ենք ունենալ նույն հետևանքները, որը ունի Ուկրաինան, իբրև Ուկրաինայում այս հետևանքները Եվրոպական միության անդամակցության պատճառով են։ Ընդ որում բոլորս էլ հիշում ենք, որ ոչ։ ՆԱՏՕ-ի անդամակցության մասն էր խոսքը։ Հիմա Ռուսաստանը փոխում է իրականությունը, ասում է Եվրոպական միության ինտեգրման մասն է խոսքը։ Այսինքն ուղիղ մեզ սպառնում են տնտեսական պատերազմով եւ նույնիսկ գուցե ուղակի անմիջապես պատերազմով։ Դե ինչ անելու, Երևանի վրա հրթիռներ չեն գցելու։ Առնվազն Ռուսաստանի ռազմական ներկայությունը կարա լինի պոտենցիալ սպառնալիք, այդ թվում նաև եւ ուղիղ դա արեք ասենք, Ռուսաստանի զինված ուժերը Հայաստանից այդքան էլ հեռու չեն գտնվում։ Գտնվում են Վրաստանի օկուպացված տարածքներում։ Այսինքն Ռուսաստանը ինչին կարող է դիմել, դա մենք չգիտենք, որովհետև վերջերս ես տեսա, որ վարչապետ Փաշինյանի հայկական ազգանուններով մարդիկ ակնհայտորեն մասնակցում են այդպիսի գործընթացում վարչապետ Փաշինյանի դեմ, որ իբրև իր նախնին Գերմանիայի կողմից է պատերազմում մասնակցել, այսինքն փորձում են այդ թեզը ստեղծել, որը Ուկրաինայի դեմ են ստեղծել,
Մարգարիտա Սիմոնյանը խոսում է, որ ռուսների իրավունքներ է Հայաստանում պետք պաշտպանել։ Այսինքն, սա նա է, ինչ մենք այդքան ժամանակ ասում ենք, որ Ռուսաստանը ճշմարտության հետ զրո կապ ունի։ Ռուսաստանը խաբում է եւ պատրաստ է խաբել ամեն ինչ։ Եվ հիմա փաստարի ասում է ռուսաստանցի ռուսների իրավունքները Հայաստանում, որը երբեք չի խնդիր ստեղծվել այդ առումով։ Իդեպ Պետդուման վերջերս ընդունեց մի օրենք, որով ռուսական զորքերը արտասահմանում հնարավորություն են ունենալու իրենց քաղաքացիներին պաշտպանելու գործընթացի անվան տակ գործողություններ անել։ Սա կարող է Հայաստանին առնչվել, թե ոչ։ Այո, կարող է այդ թվում առնչվել։ Երբ հնչում է, որ իրանց քաղաքացիներին պետք է պաշտպանել, Մարգարիտա Սիմոնյանն է ասում, մյուս կողմից ուկրաինական սցենար են ասում, Հայաստանի տարածքում կա ռուսական զինված ուժեր։ Մենք չենք կարող դրանից հետո չդիտարկել այդ ռուսական ուժերը ինչպես անմիջապես եւ ուղղակի հնարավոր սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար։ Պարզապես Հայաստանում ռուսները երջանիկ են, ապրում են, աշխատում են, հայտնի բլոգերներ կան, բլոգ են վարում, ինչ հիմքով պետք է նրանց պաշտպանել, որ գործողություններ սկսեն։ Բայց հենց այդ եմ բացատրում, որ մենք իրավիճակում ենք, որտեղ որ հիմք չկա, հիմք պետք չէ։ Ուկրաինայում էլ իրականում նույն այդ իրավիճակն էր։ Եվ հիմա էլ Հայաստանում դուք եք վկա արդեն, որ չկա ոչ մի հիմք, խոսում են ռուսներին պաշտպանելու մասին։ Չկա ոչ մի հիմք, խոսում են ուկրաինական սցենարի մասին։ Այսինքն ինչ ուկրաինական սցենար։ Մեր տարածքում կան ռուսներ, որոնց ճնշում ենք, որ Ռուսաստանը գա միացնի իրանց։ Այդ արեց Ուկրաինայում, չէ՞, մտավ ասեց ռուսաբնակ շրջանները իմս են։ Այսինքն, ինչ ուկրաինական սցենար։ Ես անկեղծ չեմ հասկանում, ես ուղղակի հասկանում եմ, որ սա վախացնելու ուղղակի օրակարգ է։ Շնորհակալություն, պարոն Թոմասյան, հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։